Նորից Մարս կենտրոնի շաբաթն ամփոփելուն է հերթը եթերում Վանաձորյան օրերն է, բարև ձեզ, նախ Վանաձորի համայնքի ավականու հերթական նիստի մասին, այն տևեց 2 օր վիճահարույց որոշման նախագծի պատճառով, թե որն էր այդ պատճառը, դիտեք տեսանյութում։ Վանաձոր համայնքի ավականու հերթական, բայց սկանդալային նիստն այս շաբաթ էր, այն օրակարգային 6 հարցով հաստատվեց, ավականու 20 անդամից ներկա էր 11-ը, քվորումն ապահոված էր, կեսից ավելին ներկայությունը հաստատել էր, բայց այս մասին քիչ անց նախ ըստ հերթականության առաջին որոշման նախագիծը ներկայացվեց այն Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը, թվականակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Վանաձորի համայնքի ավականու 2014 թվականի մայիսի 30-ի թիվ 39 որոշման հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին էր։ Առանձնացված ստորաբաժանումները, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժինը եւ քաղաքացիական կապության ակտերի գրանցման Վանաձորի տարածքային բաժինը պատվիրակված լիազորություններ իրականացնող ստորաբաժանումներ են եւ ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի թիվ 287-ը և փետրվարի 13-ի թիվ 154-ը որոշումներով նախատեսված է, որ հուլիսի 1-ից այդ ստորաբաժանումների աշխատակիցների աշխատավարձը պետք է փոխվի և դառնա այնքան, ինչքան որ հիմա ներկայացված է նախագծում։ Այլ փոփոխություններ դրույքաչափերում չի առաջարկում, մնացած բոլոր աշխատակիցների դրույքաչափերը մնում են նույնը։ Որոշումը միաձայն հաստատվեց, նույն կերպ հաստատվեցին նաև երկրորդ եւ երրորդ նախագծերը։ Դրանք համար 30 մսուր մանկապարտեզի տանիքի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու, նաև անօթևանների բնակապահովմանն էին վերաբերում։ Հերթը հասավ 4-րդ վիճահարույց հարցին, այն Վանաձորի էլիտար նորակառույց շենքում Հասմիկ Սահակյանի ընտանիքին վարձակալության բնակարան հատկացնելու մասին էր։ Թիվ օրենքի 14-ի 2 համաձայն նիստը իրավազորը, երբ որ սահմանվա ավականը սահմանված թվից կեսից ավելի պետք է ներկայացնել, ասինքն դրա դեպքում Վանաձոր համայնքի ավականները 21-ն են սահմանված թիվը եւ կեսից ավելի 15-ն է։ Եվ ես հիմա բոյկոտում եմ, ես չեմ քվեարկում եւ դուրս եմ գալու նիստից։ Հիմա երբ 10 հոգով քվեարկեք, իրավազոր չի համաձայն 14-2 հոդվածի։ Ոչ մի պարտավորություն մենք չունենք։ Ես համաձայն եմ, թող իրան կում մենք տանք, բայց ինչի հենց այդ շենքը։ Ասիկը խնդիրն է մեջա, որ շենքի բնակարանը պետք է պարտադիր ծախվի։ Ադրինե Սահակյանը եւ Հասմիկ Սահակյանը քաջատեղյակ են, որ իրենք բնակարանը ստանալու են վարձակալական Բանն այն է, որ մինչև երկրաշարժը ընտանիքն այդ կառուցվող էլիտար շենքի տարածքում է բնակվել։ Արամ Խաչատրյանը բոյկոտը հիմնավորում էր նրանով, որ եթե բնակիչն էլիտար շենքի բնակիչ է, ապա ինչու է դուրս մնացել եւ 12 ընտանիքների պես նրա հետ էլ պայմանագիր չի կնքվել եւ ոչ միայն դրա համար։ Բյուջեի սուղ պայմաններում իրանք չունեն նման ճոխություններ լստուր տալ։ Որտեղ դուք գիտեք, որ մեր քաղաքում կան բազմաթիվ եւ բազմապիսին խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն եւ առաջնային են։ Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն ընթերցեց օրենքը ավականու անդամների անելիքը հստակեցնելու նպատակով։ Համայնքի ավականու նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա են ավականու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելի։ Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովում նիստի իրավազորությունը կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը եւ նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որ ստորագրում են ավականու նիստին ներկայացած անդամները։ Համայնքի ավականու որոշումները եւ ուղերձներն ընդունվում են ավականու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։ Հայտարարվեց ընդմիջում, ապա նորից բանավեճ եւ արդյունքում նիստը հետաձգվեց հաջորդ օրը նույն տեղում, նույն ժամին։ Այս անգամ ներկային գրեթե բոլորը, բանավեճը շարունակվում է, ներկայ է նաեւ Հասմիկ Սահակյանը։ Վանաձորի քաղաքապետարանը բազմիցս առաջարկել է նրան բնակարաններ քաղաքի այլ հատվածներում, սակայն հրաժարվել է։ Բնակարան է ուզել հենց այն վայրում, որտեղ կորցրել է բնակարան։ Այդ ընտանիքը երկրաշարժի ժամանակ մինչ երկրաշարժը բնակվել է հենց այդ շենքում եւ ունեցել է 3 սենյականոց բնակարան։ Իսկ այսօր այդ ընտանիքին ասեն գիտեք ինչ, այդ շենքում դուք կորսել եք բնակարան եւ ձեր շենքի տարածքում կառուցվել է շենք եւ դուք պետք է գնաք տարոնում բնակվեք կամ չգիտես մեկ այլ ծայրամասում գնաց բնակվես, դա մի քիչ իմ կարծիքով բարոյական չէ։ Թեժ բանավեճից հետո որոշումը դրվեց քվեարկության, ձայների մեծամասնությամբ այն հաստատվեց։ Բազմաթիվ տեղեր բողոքելուց, պայքարելուց հետո
անօրինականությունից հետո ես վերջապես օրենքին կողմ եղավ, ես հասա իմ նպատակին։ Այս որոշմամբ Սահակյանները 10 տարի մեկ սենյականոց բնակարանում անվճար բնակվելու իրավունք ստացան։ Ավականու որոշումը թույլ է տալիս նաև այդ ընթացքում բնակարանը սեփականաշնորհելու մոտ 24000 դրամով։ Այն բնակարանները, որոնք անվճար սեփականաշնորհման ժամանակ չի սեփականաշնորհվել, այսօր կարող են նրանք, եթե իրենց բնակարանի բոլոր անդամները իրենց համաձայնությունը տալիս են սեփականաշնորհման համար, մեկ քառակուսի համար սիմվոլիկ 500 դրամ մուծում են եւ սեփականաշնորհումը կայանում։ Նշենք, որ բնակարանը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ շահագործման։ Վերջին երկու հարցերը եւս հաստատվեցին։ Դրանք Հայաստանի Հանրապետությանն առընթեր ոստիկանությանը հասարակական կառուցապատման հողամաս անհատույց մշտական օգտագործման տրամադրելու եւ Հայաստանի գրողների միության Հովհաննես Թումանյանի անվան լոռու մարզային բաժանմունքին անհատույց օգտագործման տրամադրված պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին էին։ Հերմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Ինչպես է ապրում Աջարիայի հայ համայնքը, ինչպիսի հյուրեր էր ընդունել հայրենիքից եւ ինչի համար եղել ենք Աջարիայի մայրաքաղաք եւ Վանաձորի քույր քաղաք Բաթումիում եւ իրադարձություններին հետեւել տեղում, հատուկ ռեպորտաժը պատմում է այդ մասին։ Ճանապարհը տանում է դեպի Բաթումի, այս անգամ Վանաձորի քույր քաղաքը դիմավորում է հայկական մշակույթն ու նրա ներկայացուցիչներին։ Մոտ 10 խումբ Վանաձորից, Երևանից եւ Մասիսից ապրելու են։ Վրաստանը եւս լուրջ է պատրաստվել փառատոնին։ Նախաձեռնությունն ու հովանավորությունը Հայարտ հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնինն է։ Մինչ փառատոնի մեկնարկը մասնակիցներն ակտիվ փորձեր են անում ծովափին սեր են խոստովանում պարուսույցին։ Հյուրընկալ ժողովրդին հայկական պարով զարմացնում նույնիսկ սրճարաններում։ Փառատոնի նախորդ օրը Սուրբ Էջմիածին կաթողիկե Մայր Տաճարի նավակատիքի օրն է։ Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին է հյուրընկալել հայրենիքից ժամանած հյուրերին։ Այն մեկ դարից ավելի է Հայաստանի սահմաններից դուրս համախմբում է հայերին, կատարում նաև ազգապահպանության առաքելություն։ Դեռ 10 տարի առաջ Բաթումիում ապրում էր մոտ 27000 հայ, իսկ այսօր Աջարիայի հայ համայնքի թիվը մոտ 10000 է, որոնցից ավելի քան 7000-ն ապրում է Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում։ Նրանց հայ պահելու խնդիրն օրեցօր ավելի դժվար է դառնում։ 80-ականների սկզբին Վրաստանի հանրակրթական համակարգի փոփոխություններից հետո Բաթումիում լուծարել են հայկական դպրոցները, թողնելով հայկական հոսքեր վրացական դպրոցներում։ Մենք ապրում ենք Վրաստանի արևմտյան մասում, մի երկրամաս, որտեղ ռուսախոս են մեր հայրենակիցները եւ կտրված են հայրենի արմատներից մասամբ եւ այսպիսի համերգները, միջոցառումները մեր հայրենիներին մոտեցնում են ավելի հայրենիքին, հայ մշակույթին, երգին ու պարին։ Մեր գերնպատակն է, որ համախմբենք, որովհետև հայ եկեղեցին այսօր դարձել է Նոյի տապանի պես բան, եղել է եւ մնում է եւ այս 21-րդ դարում էլ ավելի կարեւոր է եւ մենք դա պիտի գիտակցենք, որ հայ եկեղեցին Նոյի տապանն է եւ նրա շուրջ եւ նրա մեջ պիտի հավաքվի ամեն մի հայ, որպեսզի փրկվի եւ հոգեվոր եւ ֆիզիկական աշխարհում։ Դաժան է եղել Սուրբ Փրկչի ճակատագիրը, այն կառուցվել է 1889 թվականին, սակայն միայն տարիներ անց հայ անվանի բարեգործ Մանթաշովի նյութական աջակցությամբ տեղի ունեցավ հանդիսավորությունը։ 1923-ին անհայտ պատճառներով եկեղեցին փակվեց եւ շենքը տարիներ շարունակ ծառայեց որպես ֆիլմերի պահեստ։ Խորհրդային կառավարությունը ծրագրել էր քանդել այն, սակայն Աջարիայի հայ բնակչության եւ Վազգեն առաջին կաթողիկոսի ակտիվ միջամտության շնորհիվ որոշվեց պահպանել շենքը։ Այն ծառայել է նաեւ որպես աստղացուցարան։ 1992 թվականին տեղի հայերի միջոցներով սկսվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այն այսօր ունի կիրակնորյա դպրոց, երիտասարդական կենտրոն եւ 2 երաժշտական դպրոց։ Հայ համայնքի ղեկավար Արթուր Ավանեսյանը համայնքի խնդիրները լավ գիտի, հայկական կրթական բազան այսօր բացակայում է տարածաշրջանում, նոր սերունդն էլ փորձում է իր տեղը գտնել երկրում, որտեղ ապրում է, ինչի համար տեղի պետական լեզվի իմացությունն է կարևորում։ Հաշվի առնելով հայապահպանության գործոնը մեր տարածաշրջանում, Վրաստանում ընդհանրապես եւ հատկապես Աջարիայում, եւ կրկնակի եւ ուրախ ենք եւ ուզում եմ շեշտեմ հատուկ այդ գործոնը, որ այդ procesում հայապահպանման նաեւ իր մեծ դերը խաղում է այն, որ մեր Բաթումի հետ եղբայր Վանաձոր քաղաքի մշակութային
համույթները պարբերաբար մասնակցում են Բաթումում անցկացվող մշակութային միջոցառումներին եւ մեզ համար որպես քույր քաղաքի պատվիրակություններ տեսնելով վանաձորցի մեր մշակութային գործիչներին տարբեր ոլորտի մեր քաղաքում կրկնակի ուրախություն է եւ ասեմ ձեզ պատվաբեր է մանավանդ այդպիսով մենք եւս կարողանում ենք մի քայլ առաջ անել եւ մեր համայնքի ձայնը դարձնել ավելի հասանելի եւ լսելի։ Փոքրիկները ոգևորությամբ են սպասում ելույթներին, ուրիշ սովորականից տարբերվող զգացողությամբ են համակվել, բացումն ազդարարված է նախաձեռնության հեղինակի համար հայ առաքելական եկեղեցու բակը որպես մեկնարկ այլ խորհուրդ ունի։ Արսեն Ավետիսյանը կարևորում է ընդհանուր նպատակը վերհանել այն կոլեկտիվները, որոնք իսկապես օժտված են տաղանդով ունեն աշխատելու եւ առաջ շարժվելու ցանկություն։ Հայաստանի կոլեկտիվներին լավագույն կատարումներով ներկայացնել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև սփյուռքահայությանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հարգարժան Տեր Արարատին եւ մեր Արտուրին, որոնք ամեն տարի մենք մեզ մոտ դարձել է արդեն ավանդույթ, որ մենք մեր համերգային գործունեությունը, մշակութային գործունեությունը սկսում ենք Աստծո ձեռքով, այսինքն մեր բացումն էր այսօր այս մշակութային ծրագրերի, որը շարունակական է լինելու։ Դա շատ լավ բարեկամական կապեր են, որոնք պետք է դեռ շարունակվեն։ Մենք մտադիր ենք, որ այս կապը պետք է անպայման շարունակական լինի, մենք նորից պետք է գանք այստեղ կամ իրենք էլ գալու են Վանաձոր, այդ հանդիպումը շատ է լինելու լավը, ես հույսով եմ, որ այս միջոցառումը շատ լավ հետ կթողնի մեր երեխաների մտքում, մեր երեխաների կյանքում, որովհետև նրանք դեռ շատ կհիշեն այս պահերը։ Հայաստանից դուրս Հայաստանը ներկայացնել է մեծ պատիվ եւ պատասխանատվություն։ Այսօր մենք ելույթ ենք ունենալու Բաթումի հայկական եկեղեցում, մեզ համար մեծ պատիվ է, որ ելույթ ունենանք այստեղ, փորձենք մեր պարը ներկայացնել վայել կերպով։ Մոտ 130 տարի Բաթումիից Սուրբ Փրկիչն իր թևի տակ է համախմբում հայերին եւ ամեն ինչ անում նրանց հայ պահելու համար։ Մեկնարկը տրված է, փառատոնի մասնակիցները սպասում են որոշիչ օրվան Բաթումի Իլյա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնում, իսկ մինչ այդ փորձում են ճանաչել քաղաքը ծովից։ Բաթումի ամբողջ հմայքը ծովն է, իսկ ծովից քաղաքը հեքիաթի է նմանվում, այն մեզ ընդունել է գրկաբաց։ Բոլորն անցնում են հանգստի եւ առավոտյան Բաթումի Շոթարուստավելի անվան հրապարակը դիմավորում է փառատոնի մասնակիցներին։ Այստեղ է Իլյա Ճավճավաձեի անվան պետական դրամատիկական թատրոնը, այն իսկապես ճարտարապետական գոհար է։ Շենքը կառուցվել է 1952 թվականին, ճարտարապետը Տեպլիցկին է, թատրոնի առաստաղն ու պատերը նկարազարդել են Տելենգատովն ու Խալաթովը։ Դահլիկի շուկն ինքն է պարտադրում լավ ելույթ ունենալ։ Վրաստանը ներկայանում է Քութայիսի, Փոթիի եւ Բաթումիի խմբերով, Հայաստանը Վանաձորի, Երևանի եւ Մասիսի։ Հնչում են բարեկամ երկրների օրհներգերը եւ փառատոնը բացում են Վանաձորի հորովել մանկապատանեկան պարային համույթի եւ հայորդյաց տան պարային խմբերը Հայոց Արցախով։
յուրաքանչյուր պարային համույթ մի քանի բեմադրություն էր ներկայացրել։ Վրացիները ևս ներկայացել էին ազգային երգով ու պարով, փառատոնն իսկական տոնի էր վերածվել։ Վերջում պարգևատրման հանդիսավոր պահն է պատվոգրեր և շնորհակալագրեր Հայ Արտ Պրոդաքշնի, Վիրահայ համայնքի և թեմի կողմից։ Բաթումին սպասում է մշակութային նոր խմբերի, իսկ մենք հրաժեշտ ենք տալիս հայաշատ ու հյուրընկալ այս քաղաքին և խնդրում Սուրբ Փրկչի պահապանաղոթքը հայ համայնքի շենացման և մեր հայրենիք անփորձանք վերադարձի համար։ Այև հրաժեշտ ենք տալիս Բաթումիում թողնելով Սուրբ Փրկիչն ու Հայաստանից դուրս փոքրիկ Հայաստանի գունեղ կոլորիտով։ Բաթումից Հերմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերություն։ Վանաձորի մշակութային կյանքը ևս աշխուժ էր հայորդյաց տանը, ստուգատես էր հայ առաքելական եկեղեցու հայորդյաց տների տեսուչ տնօրեններ ժամանել գուգարած թեմի առաջնորդի հետ միասին։ Գնահատելու էր կատարած աշխատանքը։ Հայ առաքելական եկեղեցին բացի աճող սերնդին լուսավորչական հավատի հետևորդն ու զավակը պահելը հոգում է նաև անձի գեղագիտական դաստիարակության մասին։ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի Վանաձորի հայորդյաց տանը հաշվետվության օր են։ Ներկա են գուգարած թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպու arczepiskopos Չուլջյանը եւ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների տեսուչ տնօրեն Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Հայորդյաց տան սպորտային, կիրառական արվեստի եւ գեղարվեստական խմբերը հանդես են գալիս կատարումներով ներկայացվում են 2013-ից 14 ուսումնական տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները։ Վանաձորի հայորդյաց տանը գործում է 12 դասարան 370 սաներով, տարեց տարի երեխաների թիվն ավելանում է, միայն վերջին տարվա ընթացքում 1 դասարան է ավելացել 60 երեխա։ Ակնառու է տարին տարվա համեմատությամբ աշխատանքների, հաջողությունների աճը, ինտենսիվությունը, հատկապես երեխաների թվով, հատկապես որակով աշխատանք ներկայացնելով, հատկապես ծրագրային մեծ ծավալի համերգներ ներկայացնելով։ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնի հայորդյաց տների տեսուչ տնօրեն Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գնահատականը խիստ է, անելիքները շատ են, ակնկալիքները մեծ։ Հայորդյաց տները գիտեք, իրենք նպատակ ունեն մեկ բան, դասերից հետո երեխաների մեջ ձևավորել մտածող, ստեղծող, արարող հայ մարդու ապագա կերպարը։ Յուրաքանչյուր տարի նկատվում է, զգալի է առաջխաղացում, մեզ համար կարևորը դա է, քանի որ Վանաձորի հայորդյաց տունը երկար տարիներ չուներ իր առանձին կառույցը եւ գիտեք տնակների մեջ էին նրանք իրենց դասընթացները իրականացնում, այս մի քանի տարվա ընթացքում առաջխաղացումը ինչ որտեղ մեզ համար գոհացուցիչ է, բայց մնում ենք միշտ ավելիին սպասող։ Հայորդյաց տան խմբերն արձակուրդ են գնալուց, ոմանք արձակուրդին էլ անելիք ունեն, մոտենում է ծաղկի տոնը, պարարվեստի խումբը մասնակցելու է։ Անցավ ևս 1 տարի քրտնաջան աշխատանք էր, որովհետև ամեն տարի երեխաները նոր երեխաներ են գալիս եւ ստիպված նորից նրանց հետ նորից աշխատում ես թե անցած պարերի եւ թե նոր բեմադրությունների համար։ Այս տարի որոշեցինք եւ բեմադրեցինք 4 նոր պար։ Իհարկե աշխատելը շատ դժվար է, քանի որ կան շատ անփորձ երեխաներ,
ճիշտ է գալիս են արդեն առաջին դասարանից, բայց տարբերությունը շատ է առաջին եւ երկրորդ, երրորդ դասարանների մեջ։ Հաշվետու համերգի վերջում Արմենուհի Դիլանյանը սաներին հանձնում է Բաթումիում կայացած փառատոնի պատվոգրերը վերջում լուսանկար հիշողության համար։ Հերմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն Համալիր մարզադպրոցի հարկի տակ մարմնամարզության պատանիների առաջնություններ։ Ընթացքին ու ավարտին հետևել ենք տեղում։ Ամեն տարի Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն Համալիր մարզադպրոցի հարկի տակ անցկացվում է սպորտային մարմնամարզության պատանիների առաջնություն։ Հիմնադիրը լեգենդար մարմնամարզիկ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն է։ Մոտ 10 տարի է վերջինիս նախաձեռնությամբ վանաձորցի փոքրիկները մարզվում եւ ստուգատեսի են մասնակցում։ Այս տարին բացառություն չէ, մրցումների գլխավոր մրցավարը հենց ինքն է։ Այս փոքրիկ երեխաները, որոնք մեր հայրենիքի վաղվա քաղաքացիներն են, մեր փոխարինողներն են, պետք է լինեն առողջ, ֆիզիկապես ուժեղ, իսկ առողջ մարմնի եւ ուժեղ մարմնի մեջ է ծնվում մեծ գաղափարները, առողջ գաղափարները, որն էլ կյանքը ուղղորդում են դեպի ավելի կիրթ հասարակություն։ Սիրելի երեխաներ, ես նույնպես ձեզ բոլորիդ առաջին հերթին ցանկանում եմ քաջ առողջություն, մրցումներում բոլորիդ հաջողություններ, իսկ չեմպիոններ դառնան նրանք, ովքեր էլ ավելի արժանի են։ Այս մարզաձևը հետընթաց էր ապրել ԽՍՀՄ-ից հետո, այսօր թեև գույքի խնդիր էլ կա, սակայն քիչ-քիչ այն զարգացում է ապրում, կարևորը որ հասարակության մեջ իր հետաքրքրությունը չի կորցրել։ Մեկ գերագույն նպատակ ունի սաներից գոնե մեկին տեսնել օլիմպիական ամենավերին հարթակին։ Տարիների ընթացքում ինչքան գնում են երեխաների թիվը շատանում է եւ շատանալու հետ միասին տեխնիկապես զարգանում է։ Այսինքն մարզիչները արդեն են դաստիարակություն այն ունակությունն են ձեռք բերել, որ կարողանում են երեխաներին տալ այն ինչ որ իրենք ժամանակին անցել են կամ ինչ որ չեն արել, բայց այսօր պետք է երեխաները անեն։ Եվ ես ուրախ եմ, որ այսպես տեսնում եմ եւ ուրախանում եմ, որ այս մրցումները շատ հաջողի անցնում եւ երեխաները այդ տարիքին, ասենք 9 տարեկան, 10 տարեկան երեխան լավ մարմնամարզիկ է արդեն եւ մեծ ապագա ունի։ Ես ցանկանում եմ, որ կամանց այսպես բարձրանա նրանց հաջողությունները եւ դառնան օլիմպիական չեմպիոն։ Մասնակիցները Հայաստանում գործող մարզական խմբերի եւ մասնագիտացված մարզադպրոցների պատանիներն էին, 130 հոգի պայքարում էին բազմամարտում, թիմային առաջնությունում, տղաների եւ աղջիկների առանձին մրցաձևերում հաղթող եւ մրցանակակիր դարձած թիմերը։ Առաջնության ավարտին պարգևատրվեցին ոչ միայն հաղթողները, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանը ոսկե մեդալով պարգևատրեց Ալբերտ Ազարյանին, վերջինս էլ իր կողմից միջոցառումներին աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարփինյանին եւ Կենտրոն Համալիր մարզադպրոցի տնօրեն Գուլգեն Գևորգյանին։ Հերմինե Զարմանյան, Համլետ Պապանյան, Վանաձորյան օրեր։ Այս շաբաթվա համար թերևս այսքանը, հետևեք մեր թողարկումներին եւ իմացեք ինչ է տեղի ունենում մարզկենտրոնի կյանքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին։ Մեր էլեկտրոնային հասցեն անփոփոխ է Վանաձորյան օրեր @mail.ru։ Ամենայն բարիք։